Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սենց պատրաստվում ես, գալիս ես, որ թեմատիկ խոսես, բայց նենց բաներ են խոսում այս մեր ընդդիմադիր գործընկերները, որ բան եմ, չես կարողանում, 10 րոպեն էլ չի հերիքում, որ գոնե արձագանքես, որ էշիտեղ չդնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Էլի ուզում եմ ֆիքսել, ինչպես նախորդին ֆիքսեցի, որ էլի աթոռներին նայելու ենք, աչքեր պատկերացնենք, իրանց հետ խոսենք։ Տիկին Գալստյանը, Լիլիթ Գալստյանը, ինքը հայտնի է այդպես մասնավոր զրույցներում եւ ոչ միայն մասնավոր զրույցներում, հաճախ խոսում է, որ կինը կնոջը չպետք է թիրախավորի, որ գոնե մենք կանանցով այդ սոլիդարությունը պահպանենք իրար հանդեպ, բայց եկել է Սամբյոնից վարչապետի տիկնոջն ասում է, բան, զուգընկերուհի։ Իհարկե ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների հանդեպ դրա մեջ վատ բան չկա, բայց տիկին Գալստյան, դուք չգիտեք, որ վարչապետի զուգընկերուհին չի, վարչապետի տիկինն է, չգիտեք, որ ընտանիք է, ամուսիններ են ձեր շատ սիրած, հայկական, ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով եւ այդպես ամուսնացել են մեզ լսող բազմաթիվ 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ դուք հիմա 100 հազարավոր մի քանի անգամ ավել, հա, երեխաներին այդ ընտանիքների ասում եք, որ ձեր մայրիկները զուգընկերուհիներ են, կգնաք եւ իդեպ ձեր ֆրակցիայում նայեք, կարող է էլի զուգընկերուհիներ լինեն ձեր ձևակերպած, տեսնենք նորմալ է, տենց թիրախավորերը, հերիք չի ձեր լրատվամիջոցներով եք մատի փաթաթան սարքել է դրվագը, հերիք չի բանը ձեր բլոգերներով եք չստացված սարքել, հիմա դուք եք այս ամբիոնից այդպիսի բան ասում, կին լինելով ու խոսելով կնոջ հանդեպ բան հարգալից վերաբերմունք պահպանելու այդ խաղի կանոնները պահելու անունից։ Կամ տիկին Թովմասյանը եկել է, այստեղ մամուլի տեսություն է անում։ Մամուլի տեսություն է անում եւ իր ներկայացած մամուլի տեսության որակը հաշվի առնելով, ուզում եմ ասել, որ դուք անգամ մամուլի տեսություն չեք կարողանում, դրա համար ձեր թերթը այդ մակարդակն ունի, որտեղ որ լավ մամուլի տեսություն անեիք,